Բարև ձեզ, դրսում ձմեռ է, տպավորությունը թե այս ձմեռը չի վերջանալու, սկզբում ուրախացա, այսպես երեխաների հետ խաղացի, ձնով հիացա, իսկ հիմա սկսեցի ձնից նեղվել, դրա համար ինչը ինձ կօգնի, ճիշտ է, ձեր նամակները սիրելի երեխաներ, եկեք սկսեմ կարդալ, սենց մի խուրձ ունեմ մոտս, որ նամակներ, որ չեմ կարդացել, Հարգելի Արփի Մաղաքյան, ես սիրով եմ կարդում ձեր հեքիաթները, քանի որ դրանք լի են հետաքրքիր ու հուզիչ պահերով, անակնկալ ու անսպասելի դեպքերով, դուք այնքան պարզ եք գրում, կարծես մեր շուրջն է կատարվում ձեր գրած պատմությունը, սիրով կսպասեմ նոր ստեղծագործությունների, երրորդ A դասարանի աշակերտուհի Գևորգյան Նարե, շնորհակալ եմ Նարե ջան, ոչ միայն այս լավ տողերի համար, այլև այս սիրուն ծաղիկների համար, մի ուրիշ սիրուն ծրար ունենք, Էլոյան Անահիտ, տեսնենք ինչ է ասում Անահիտը, Բարև ձեզ, ես Անահիտ Էլոյանն եմ Այգեպար գյուղից, մեր ուսուցչուհին մեզ ծանոթացրեց ձեր գրած Արևի համբուրած Շուշին պատմության հետ, այնինչ շատ դուր եկավ հատկապես փոքրիկ Շուշիի կերպարը, որը կարողացավ օգնել Մեսրոպ Մաշտոցին տղաներին ուսուցանել տառերը և լինել համարձակ դժվար պահերին։ Ես շատ կուզեի նմանվել այդ համարձակ աղջկան, այդ կերպարով ես կառաջնորդվեմ, շնորհակալություն ձեզ, շարունակեք ստեղծել նոր հեքիաթներ մեզ համար։ Էլոյան Անահիտ ջան, շատ շնորհակալ եմ, Շուշին շատ լավ աղջիկ է իրոք, շատ ուժեղ և համարձակ, խելացի, քաջ, հնարամիտ, շատ դրական կերպար ես ընտրել նրանով առաջնորդվելու համար, Շուշիով ես էլ կառաջնորդվեմ։ Բացիկ, տեսնենք ումից է բացիկը, բարև ես Անուշ Մկրտչյանն եմ, վայ կներես մել Քոնյանը, կարդացել եմ ձեր հեքիաթներից Արևի համբուրած Շուշին, ես շատ տպավորված եմ ձեր ստեղծագործությունով, ուրախ եմ, որ կա ձեր նման հրաշալի մանկագիր, որը կարողանում է դիպչել մեր սրտերին։ Տեսնում եք։ Սիրով Անուշից վերջացրել է նամակը։ Այստեղ Արփի Մաղաքյանին ինչ-որ հետաքրքիր կակաչ է նկարել, տեսնենք ով է գրողը, սրտիկներ, թիթեռնիկներ, բարև աղթանքներ, թող ձեր կյանքը լցված լինի սիրով և ուրախությամբ, հաջողություններով, ձեզ մաղթում եմ անսպառ ուժ, սեր ու բարգավաճում, երջանկություն և խաղաղություն, վայ և մոռացել է բալիկը գրի իր անունը, տեսնում ես ինչ սիրուն նամակ ես գրել, ձեռագիրդ երևի կճանաչես դու, չէ, ու միգուցե կոմենտներում տակը գրես ով էիր դու, որ իմանամ, թե ումից էին այս բարեմաղթանքները։ Գիտելիքը ամենահզոր զենքն է, տեսեք ես ոնց որ տղայի բան է, չէ, նամակ է ծրարը, վայրկյան նայեք դարձ ծրարը չեմ բացել և այսպեսի սիրուն ծրար բացի չունեմ, ձեռք եմ բերել և դրանով Բարև սիրելի Արփի Մաղաքյան, ձեզ գրում է երկրորդ դասարանի Արմեն Ավետիսյանը, Արմեն գլխի ընկա, որ տղայի նամակ է, ես ցանկանում եմ ասել, որ ձեր հեքիաթները ինձ շատ են դուր գալիս, ես կցանկանայի լինել Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից մեկը, կօգնեի կառուցել դպրոցներ և ուսուցանել երեխաներ, վայ ապրես դու Արմեն ջան, կեցես դու շատ լավ, դու հիմա էլ կարող ես լինել Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից մեկը և կառուցես, մեծանալով կառուցես դպրոցներ և ունենաս աշակերտներ, չէ, ժամանակը կարևոր չի, մս նամակին, տեսեք ինչ հետաքրքիր բացիկ է, էլի կպացեի, հիմա ես հատուկ նամակ բացելու գործիք է, որը հնում են օգտագործել, դրանով կբացեմ նամակ ծրարը, որպեսզի մատներս չճղեմ և տեսնենք ինչ հետաքրքիր ձվածեղ նամակ է դեղին, ոնց որ արև չես,
մռայլ երկնքի մեջ, մառախուղի մեջ իսկական արև դուրս եկավ։ Ինչ ճիշտ ժամանակ գտա այս նամակները ընթերցելու համար։ Սիրելի գրող, շնորհակալ եմ հիասքանչ հեքիաթների համար։ Շարունակեք ստեղծագործել։ Իսկ մենք սիրով կընթերցենք։ Սիրով Մարկոս։ Նայիր Մարկոս, քո ձեռագիրը կճանաչես։ Շատ շնորհակալ եմ Մարկոս ջան։ Գեգամ Մուրադյան։ Գեգամ ջան, բացեմ ծրարը։ Տեսնեմ, թե ինչ ես գրել ինձ։ Ոյ, փոքիկներ և սրտիկ։ Ինչ գեղեցիկ կոկիկ նամակ է, չէ՞։ Սիրելի Արփի Մաղաքյան, մեր ուսուցչուհին կարդացել է ձեր գիրքը և ես շատ հետաքրքրվեցի, ես էլ եմ ուզում կարդալ այն, հատկապես երկրորդ կեսը։ Ձեր պատմությունները շատ հետաքրքիր են ու ես ուզում եմ իմանալ, թե ինչ կլինի հետո։ Շատ շնորհակալ եմ այսպիսի գեղեցիկ և հետաքրքիր գրքեր գրելու համար։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Սիրով Մուրադյան Գեգամ։ Տեսեք ինչ գեղեցիկ կոկիկ նամակ է, ես շատ եմ սիրում կոկիկություն ու կարծում եմ, որ շատ հետաքրքիր ավանդույթ է, չէ՞, այս նամակախաղը, որ իրար հետ անում ենք, որովհետև երեխաները չեն մոռանում կամ սովորում են թղթին նամակ գրել, որը շատ հին ժամանակներից եկած ավանդույթ է և մենք այսօր պահպանում ենք իրար հետ այս գեղեցիկ ավանդույթը։ Նամակ ենք գրում թղթի վրա, թղթին նկարում ենք մեր ձեռքով։ Ինչ որ նայեք, օրինակ, սենց փոքրիկ սրտիկ էր, բայց այստեղ սենց փոքրիկ սկոչ կար, որով բան էր արած, այսպես կպցրած էր նամակը, այսինքն արդեն իսկ ծրարի մեջ մի հատ էլ տղան մտածել էր ինչ մի հետաքրքիր բան անի, չէ, որ բացողը մի հատ էլ այսպեսի փոքրիկ անակնկալ գա, որ միանգամից այդքան հեշտ չի բացվում և հետաքրքիր նկարազարդել էր։ Նաև ստեղծագործելու ունակություն է, չէ, պահանջվում այսպիսի հետաքրքիր նամակներ ստեղծելու համար։ Ահա, տեսեք ինչ պարզ է հետաքրքիր նամակ է և բացում ես և մի ծաղիկ։ Ես այսպես այլ մինիմալիստական եմ, ես մինիմալիզմել եմ շատ սիրում։ Վահեն է գրում, Փանոսյան Վահեն, մաղթում եմ ձեզ անսպառ ուժ և եռանդ նոր հրաշալի գործեր անելու համար։ Ապրես շատ, ապրես Վահե ջան, որովհետև ես դրա կարիքը հենց այսօր ունեմ։ Տեսնենք ինչ է, սիրելի Արփի Մաղաքյանին Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ Գ դասարանի աշակերտ Գոր Ղարիբյանից։ Գոր ջան, հանում եմ նամակը։ Ահա, տեսեք ինչ երկար նամակ ունեմ ես սիրում եմ, երբ որ երկար են գրում։ Բարև սիրելի Արփի Մաղաքյան, ես արդեն ընթերցել եմ ձեր երևանյան հեքիաթներ գիրքը և շատ եմ հավանել այն։ Ձեր ստեղծագործությունները կարդալուց հետո շատ եմ ցանկացել ձեզ տեսնել, ծանոթանալ և զրուցել ձեզ հետ։ Այսօր ցանկությունս իրականություն դարձավ։ Հույս ունեմ և շատ եմ ուզում ձեզ նման գրող դառնալ և երեխաների համար գրել հեքիաթներ, պատմվածքներ ու բանաստեղծություններ։ Ինչ հրաշալի է, հարգելի Արփի Մաղաքյան, անհամբերությամբ սպասում եմ ձեր նոր ստեղծագործություններին, որոնց մեջ հուսամ կլինեն նաև պատմություններ իմ բնորանի Արտաշատի մասին։ Սիրով 3-րդ դասարանի Գոր Ղարիբյան։ Գոր ջան, շատ ապրես, շատ հետաքրքիր բան ես մտածել, շատ հետաքրքիր է գրել երեխաների համար, իրոք շատ հետաքրքիր է, պատասխանատու է, հավես է, իմ համար նաև հեշտ է։ Սիրելի Արփի Մաղաքյան, Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ Ա դասարանի աշակերտ Տիգրան Շահբազյանից։ Արտաշատի նամակներին հասա, հա, հասկացա, որտեղ մոտս մի քանի դպրոցից նամակներ էին հայտնվել, որ չէի կարդացել, չէի ընթերցել։ Հասել, իմ սիրելի Արտաշատի։ Տեսնեք, մի կարմիր նամակ դուրս եկավ, նայեք ինչ հետաքրքիր է, չէ, գունային խաղ է արել նամակ գրողը։ Բարև հարգելի Արփի Մաղաքյան, ես Տիգրանն եմ, ես սիրում եմ ձեր գիրքը, ես նաև սիրում եմ հեքիաթ գրել, և ես ձեզ հարց ունեմ, ոնց եք գրել այդքան գեղեցիկ հեքիաթներ, հարգանքով Տիգրան Շահբազյան։
Տիգրան ջան, ինչպես գրեցի հեքիաթներ։ Չգիտեմ։ Հանկարծակի։ Այսպես որոշեցի եւ գրեցի։ Եվ եթե դուք ինձ հարցնեիք, արդյոք այդ հեքիաթները գեղեցիկ են, ինչպես դու ես ասում, ես կասեի, որ սովորական հեքիաթներ չէի իմանա ինչ պատասխանել։ Եվ պատասխանը, որ իմ հեքիաթները լավն են, եկել է ձեզանից, ընթերցողներից, կրթության փորձագետներից, մանկավարժներից, ուսուցիչներից, ծնողներից, չէ, դուք բոլորդ հավանեցիք իմ գրածները եւ ես մտածեցի, դե երևի լավն են, թե չէ, ես չէի կարող, մարդը չի կարող ասել, չէ, օրինակ իմ այմր մեկ ասում է իմ տղան ամենաուժեղն է, ես չեմ կարող դրան հավատալ, չէ, պետք է դա ինչ-որ ուրիշները ասեն, որ ամենաուժեղն է, կամ մեկ ասում է իմ աղջիկը ամենագեղեցիկն է, իհարկե ամեն ծնողի համար իր երեխան ամենալավն է, սա լրիվ ուրիշ հարց է, բայց դու չես կարող որոշել, պետք է ուրիշները այդ գնահատականը տան քո հարազատին, քո արարած գործին, այնպես որ իմ հեքիաթների մասին դուք ինձ ասացիք, որ լավն են եւ ես ձեզ հավատացի։ Տեսնենք էլ ինչեր կա։ Սիրով Գևորգյան Մարիայից, թող ձեր հեքիաթները լինեն լուսավոր եւ հրաշագործ, իսկ միտքը անվերջ ստեղծարար եւ ահա մի ծանոթ մարդ։ Ինչ է գրում Մարիան։ Բարև հարգելի Արփի Մաղաքյան, ես Մարիան եմ, իմ 9 տարեկան, նոր եմ ծանոթացել ձեր հետաքրքիր հեքիաթներին, բոլորն էլ ինձ շատ են դուր եկել, հետաքրքիր տեղեկություններ եմ ստացել Երևան քաղաքի մասին, քանի տարեկանում եք գրել առաջին հեքիաթը։ Մարիա ջան, քո անունը սխալ ես գրում, բայց շատ գեղեցիկ ձեռագիր ունես։ Քանի տարեկանում եք գրել ձեր առաջին հեքիաթը։ Չգիտեմ, պետք է հիշեմ։ Պետք է հասկանալ ինչ ենք ասում հեքիաթ ասելով, ինձ թվում է իմ շարադրությունները դպրոցում, որ գրում էի, արդեն իսկ հեքիաթներ էին, որովհետև իմ ուսուցչուհին ընկեր Խաչատրյանը շատ էր սիրում իմ շարադրությունները եւ միշտ ասում էր Մաղաքյան, ես քո շարադրությունները պահում եմ, որ տանը սուրճով վայելեմ եւ ընթերցեմ։ Այնպես որ կարծում եմ, որ դպրոցից եմ սկսել գրել առաջին հեքիաթներս։ Կարծում եմ, որ ձեր դասարանում էլ կամ այս նամակների մեջ արդեն տղաներ կային, որ նույնը անում են։ Ինչ գեղեցիկ է։ Տեսեք։ Իմ վերնաշապիկի եւ ժիլետի գույների պրինտով ծաղիկներ են։ Ծաղիկներ։ Անթարա ծաղիկներ։ Այստեղ մի ծառ կա, ինձ թվում է տնջերին է նկարել աղջիկը։ Տեսնենք ճիշտ եմ, որ աղջիկը ինչ գեղեցիկ ծառագիր է ելել։ Չես գրել անունդ։ Չէ, գրել ես, գնել ես։ Եվ աղջիկ չի, ես գեղեցիկ ձեռագիրը տղայի է, Սամվելից սիրելի Արփին։ Բարև սիրելի Արփի, ես Սամվելն եմ, սովորում եմ 3-րդ դասարանում։ Մեր ուսուցչուհին մեզ համար ընթերցել է ձեր հեքիաթներից։ Ես ամենաշատը սիրեցի Իշուկն ու ուրվականը հեքիաթը։ Խնդրում եմ ձեզ հեքիաթ գրեք մեր սիրելի Արտաշատի մասին։ Տեսակ ինչ գեղեցիկ ձեռագիր ունի Սամվելը։ Եվ սիրուն ծաղիկներ է նկարել ինձ համար, շատ շնորհակալ եմ։ Այս ծաղիկները այսօր կթողնեմ այստեղ սեղանի, վայ, նամակների սկիզը թափվեց։ Որպեսզի անընդհատ աչքս ընկնի եւ տեսնեմ։ Հետաքրքիր նամակ է, չէ՞ խոստանում։ Լինեք, տեսնենք ինչ է ներկայացնում, նաեւ հաստ է։ Աշնանային ծառը երևի Շուշին է, հա, տեսնենք ինչ է գրում, թող ձեր խոսքերից գարուն ծաղկի։ Այ ազիզ ջան, ինչ գեղեցիկ նամակ ես
Սարքել եւ չես գրել, թե ով ես դու։ Նայեմ, տեսնեմ ներսում։ Չէ, ոչ միտեղ չես գրել։ Շատ շնորհակալ եմ եւ երկտողդ էլ շատ գեղեցիկ էր։ Թող ձեր խոսքերից գարուն ծաղկի։ Իսկ գեղեցիկ բացիկ ունենք, տեսնում եք, ինչ լավ խաղ ենք խաղում մենք երեխաների հետ, որովհետեւ երեխաները այսպիսի սիրուն բաներ են մտածում նկարել եւ սարքել։ Բարև ձեզ սիրելի Արփի, շնորհակալ եմ ձեր ստեղծած գեղեցիկ հեքիաթների համար, ցանկանում եմ, որ ձեր գործը լինի շարունակական, ձեր հեքիաթները լուսավոր են բոլորիս, սիրով Ալենից, ապրես Ալեն ջան, շնորհակալ եմ շատ։ Սիրելի Արփի Մաղաքյանին, թիվ 5 դպրոցի 3-րդ Գ դասարանի աշակերտուհի Վիկտորիա Մանուկյանից, էլի պետք է հատուկ ես գործիքով բաց։ Սիրելի Արփի Մաղաքյան, ես նոր եմ ծանոթանում ձեր երևանյան հեքիաթներ գրքին։ Ինձ շատ է դուր եկել Արտաշես թագավորի մասին հեքիաթը։ Ինձ հետաքրքրում է, թե դուք ինչպես եք կարողանում գրել այսքան շատ հեքիաթներ։ Որն է ձեր ոգեշնչման աղբյուրը։ Ես նույնպես սիրում եմ հորիներ պատմություններ եւ հուսով եմ, որ մի օր էլ ես կկարողանամ գիրք հրատարակել։ Հույս ունեմ, որ մի օր էլ կկարդամ ձեր գրած հեքիաթը Արտաշատի մասին։ Ախ, դուք խորամանքներ։ Ամբողջ դասարանով ինձ համոզում եք Արտաշատի մասին հեքիաթ գրել, գիտեք, չէ՞։ Վստահ եմ գիտեք, որ Արտաշատի մասին մի շատ հետաքրքիր ոգեկոչման խոսք եմ գրել, չէ՞։ Որը կարծում եմ անգիր գիտես դու էլ, սիրելի Վիկտորիա։ Հիմա անցնենք մյուս ծրարին։ Տեսնենք ինչ է գրում մեր աղջիկը, Արևիկն է գրում։ Բարև հարգելի Արփի Մաղաքյան, ես Արևիկն եմ, 8 տարեկան, նոր եմ ծանոթացել ձեր հետաքրքիր հեքիաթներին, շատ եմ հավանել բոլորը։ Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ։ Մի բան եմ ուզում ասել, որ գիրք ստեղծեք, նվիրեք Արտաշատին, Արևիկ Խաչատրյան։ Ախ դուք։ Արդեն համոզվում եմ։ Մի երկու նամակ էլ հանեմ ու վերջ։ Գիրք եմ գրելու Արտաշատի մասին։ Գիրք ասած հեքիաթագիրք։ Մի հատ կապույտ նամածրարել։ Տեսնենք ով է, Դավիթ Աթմաջյանը։ Բարև հարգելի Արփի Մաղաքյան, ես Դավիթն եմ, 9 տարեկան, նոր եմ ծանոթացել ձեր հետաքրքիր հեքիաթներին, բոլորն ինձ շատ են դուր եկել, հետաքրքիր տեղեկություններ եմ ստացել Երևան քաղաքի մասին։ Հարգանքներով Դավիթ Աթմաջյան։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, շատ հետաքրքիր ազգանուն ունես։ Գիտեք երեխաներ, որ մեր ազգանունները ինչ որ գաղտնիք են պահում իրենց մեջ։ Եվ եթե խորանաս քո ազգանվան մեջ, կարող ես հետաքրքիր պատմություն գտնել քո ընտանիքի մասին, քո պապիկների եւ նախապապիկների մասին։ Այ Աթմաջյանը հետաքրքիր է, թող հետաքրքրվի, թե ինչ է նշանակում Աթմաջ, ով է եղել Աթմաջը իրենց ցեղում, միգուցե պապիկը։ Մանե Ավակյան, թիվ 5 հիմնական դպրոց։ Տեսեք սարքիկներ։ Հիմա տեսնենք այստեղ ինչ կա գրված։ Ահա, էլի գեղեցիկ ձեռագիր եմ տեսնում։ Բարև հարգելի Արփի Մաղաքյան, ես Մանեն եմ, նոր եմ ծանոթացել հետաքրքիր հեքիաթներին, հետաքրքիր տեղեկություններ եմ ստացել ձեր հեքիաթներից, իմացել եմ Երևան քաղաքի մասին ձեր շնորհիվ, ես շատ եմ ուզում, որ ձեր գրքերը բերեք Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոց, ինձ շատ է դուր եկել Սասունցի Դավիթ քանդակագործը, Թզուկ Ռուդոլֆ հեքիաթը։ Դուք շատ խելացի եւ գիտունիկ եք, հարգանքներով Մանե Ավակյան, ապրես Մանե ջան։ Տեսեք, ինձ դարձրեցիր խելացի եւ գիտունիկ։ Սիրելի Արփի Մաղաքյան, աշակերտուհի Լիլիա Պողոսյանից։ Տեսնենք, ինչ է գրում Լիլիան։ Հարգանքներով եւ սիրով Լիլիա։ Բարև հարգելի Արփի Մաղաքյան, ես Լիլիան եմ, 9 տարեկան,
Ես նոր եմ ծանոթացել ձեր հեքիաթներին, բոլորն ինձ շատ են դուր եկել, հետաքրքիր տեղեկություններ եմ ստացել, ձեր հեքիաթները շատ բան են սովորեցնում մեր պատմության և մշակույթի մասին, այո Լիլիա ջան, ես փորձում եմ այնպես անել, որ իմ հեքիաթներում իրական փաստեր լինեն և իրական պատմություն և ընթերցողը իրոք սովորի ոչ միայն հետաքրքիր պատում կարդա, այլ իրոք սովորի պատմական փաստեր։ Շատ կուզենայի, որ շարունակեք գրել նոր հեքիաթներ Հայաստանի տարբեր վայրերի մասին։ Ես հավատում եմ, որ հեքիաթները կախարդանք ունեն։ Նրանք կարող են մեզ տեղափոխել նոր աշխարհներ, սովորեցնել մեզ լինել բարի, խելացի ու քաջ։ Ձեր հեքիաթներն հենց այդպիսին են։ Երբ կարդում եմ, թվում է, թե ես ինքս էլ դառնում եմ նրանց մի մասը, քայլում եմ Երևանի հին բակերով, խոսում պատմական հերոսների հետ և գտնում նոր ընկերներ։ Շատ կուզեի իմանալ, թե որ հեքիաթն է ձեր ամենասիրելին և ինչու, և արդյոք դուք նոր հեքիաթներ եք գրում հիմա։ Եթե այո, ապա մեծ անհամբերությամբ սպասում եմ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում մեզ փոքրիկ ընթերցողներիս համար և ձեր հեքիաթներով դարձնում մեր աշխարհը ավելի գեղեցիկ ու պայծառ։ Լիլիա ջան, անչափ շնորհակալ եմ այս գեղեցիկ նամակի համար, համ շատ գեղեցիկ ես գրել, համ շատ իմաստալից է, շատ շոյված եմ, հարց էիր ուղղում, թե ինչ հեքիաթ եմ գրում հիմա, այո, իհարկե գրում եմ հենց հիմա, աշխատում եմ Շերանիկ անունով մի երիտասարդի մասին, հեքիաթ եմ գրում իր մասին, սա շատ հետաքրքիր պատմություն է։ Ուրեմն մենք մեր մատենադարանում, որտեղ գիտեք շատ գաղտնիքներ ու շատ խորհրդավոր գրքեր ունենք, 11-րդ դարում ստեղծված մի հին գիրք կա, Սուրբ գիրք։ Այս գրքում ծաղկող նշանակում է նկարիչ։ Հին դարերում նկարչին, ավետարանները, սուրբ գրքերը նկարող նկարազարդողներին ասել են ծաղկող։ Ծաղկողի անունը Մարգարե է։ Ծաղկողը նկարիչը, այսինքն չգիտենք ինչու, ոչ ոք չգիտի, նկարում է գրքի մեջ Շերանիկ անունով մի տղայի, ձկնորս տղայի, որը այսպես կարմիր ձող ունի, ձողի վրա մի մեծ ձուկ ունի կախած և կողքը գրում է Շերանիկ, ինչքան գաս ձուկ բեր, պատկերացնում եք։ Բոլորը զարմացել են, բոլոր գիտնականները, ինչ գործ ունի ձկնորսը սուրբ գրքի մեջ, որովհետև սուրբ գրքի մեջ հիմնականում լինում են Քրիստոսը, Մարիամ Աստվածածինը, ավետարանիչները, բայց ահա այս անգամ 11-րդ դարի ավետարանի մեջ, ավետարանը նկարազարդվել է, ծաղկվել է Անի մայրաքաղաքում, Անի մայրաքաղաքի նկարիչը նկարում է մի ձկնորս տղայի և բոլոր գիտնականները մինչև հիմա մտածում են, ինչու է նկարել այս տղան, Մարգարեն, ինչու է նկարել այս Շերանիկ անունով ձկնորսին գրքի մեջ։ Եվ ահա ես փորձում եմ պատասխանել այդ հարցին, շատ հետաքրքիր է, ինձ համար էլ է շատ հետաքրքիր պրոցես է, երբ մտնում ես մի թեմայի մեջ, ուսումնասիրում ես այն լիովին և հեքիաթ ես, մի տեսակ ոնց որ ոչ միայն հեքիաթ եմ հյուսում, այլ ոնց որ գտնում եմ ինչպես է եղել իրադարձությունները, ինչի պատճառով է այս տղան հայտնվել ավետարանի մեջ։ Այնպես որ կարծում եմ, վստահ եմ, որ ձեզ շատ լավ նոր գիրք է սպասում։ Սիրելի Արփի Մաղաքյանին թիվ 5 հիմնական դպրոցից, Նազենի Կոսգանդելյանից, Կոսգանդելյան, ինչ հետաքրքիր ազգանուն է։ Բարև հարգելի Արփի Մաղաքյան, ես Նազենին եմ, ծանոթացել եմ ձեր հետաքրքիր հեքիաթներին, բոլորը ինձ շատ են դուր եկել։ Ես կցանկանայի, որ ձեր գրքերից մեկում գրեք մեր հերոսների մասին։ Ճիշտ ես ասում Նազենի ջան, հերոսների մասին անպայման կգրեմ։ Նարե Սարգսյան, Նարե ջան, տեսնեմ ինչ ես գրում, սիրում եմ, որ ծրարը մի գույն է կանում և մեջի նամակը այլ գույն է լինում, մի տեսակ հետաքրքիր անակնկալ է լինում։
Բարև հարգելի Արփի Մաղաքյան, ձեզ է գրում 9 տարեկան Նարեն։ Ես մեծ հետաքրքրությամբ եմ ընթերցել Երևանյան հեքիաթներ գիրքը։ Շատ տպավորիչ են։ Երևանի մասին իմ ունեցած գիտելիքներին ավելացան շատ նոր տեղեկություններ։ Կեցես Նարե ջան։ Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը ու շատ կցանկանամ ձեզ տեսնել մեր դպրոցում, Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում։ Ձեզ շատ սիրող Նարե Սարգսյան, ապրես Նարե ջան, ես էլ քեզ եմ շատ սիրում, ես էլ ձեզ եմ շատ սիրում, ինչպես կարող ես չսիրել, հələ մի էստեղ նայեք։ Ընկերուհի, ավագ ընկերուհի ունեմ, Զարան, իմ սիրելի, մի անգամ ինձ ասեց Արփի, մի անգամ չէ, շատ է ասած Արփի, դու երեխաների Wi-Fi ունես։ Այ այսօր իմ համար առավոտյան ես ցուրտ եղանակին գնացել էի սրճարանում նստել էի, ասենց գլխարկը գլխից քաշած, չէի ուզում ոչ մեկին տեսնել, չէի ուզում ոչ մեկի հետ խոսալ, ասես նստած էի։ Բայց ես զգում եմ ինչ-որ մի երեխա ինձ ասես նայում։ Ու պուջուրիկ էր, այսինքն չեմ կարծում, որ ինքը իմ գրքերը կարդացել էր, չեմ կարծում, որ ինքը ինձ ճանաչեր, չէ։ Այսքան երեխա, սենց անում, եւ այդ իր շարժումները ինձ ստիպեցին իրեն նայել։ Հիմա նայեցի իրեն, ժպտացի, ոնց է ուրախացել։ Մի ուտում է, մի նայում է, մի սենց այնտեղ որ իրանց ամբողջ մարդիկ սկսեցին նայել այդ ում հետ, ինքը այդպես ժպտում։ Այ երեխաներից Wi-Fi-ը աշխատել էր տինգ։ Ոնց ես ձեզ չսիրեմ, սիրելի երեխաներ, ոնց։ Ախր չէ, որ սա մի հետաքրքիր բացիկ է։ Ինձ շատ լավ, շատ հետաքրքիր բան ենք անում իրար հետ անում երեխաներս, նամակախաղը ինձ շատ է դուր գալիս։ Բարև ձեզ, մեծ սիրով ծանոթացանք ձեր հեքիաթներին, մտովի փակում եմ աչքերս ու ինձ պատկերացնում հերոսների փոխարեն, սկսում եմ խոսել նրանց հետ, դառնում նրանց ընկերը։ Բայց չի գրել անունը, հա։ Ես մտածում եմ, որ ձեր ագռավը ողջ է, թզուկը իր գաղտնի տան մեջ է ապրում, իսկ կակաչների բլուրը դեռ կարմիր է, ձեր փոքրիկ ընթերցող։ Այ դու խորաման, եւ չես գրել անունդ։ Շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ, որ մեկ հետաքրքիր բան է, չէ՞, ասում եմ, ես մտնում եմ կարծես հեքիաթի մեջ եւ ծանոթանում եմ այնտեղ հերոսներին։ Ես շատ կարեւոր բան է, շատ կուզեմ, որ ոլորտել ոնց որ գիրք գրելը այդքան հետաքրքիր բան չի, ինչքան լավ գիրք կարդալը, որ մտնում ես լավ հեքիաթի մեջ, լավ պատմության մեջ, լավ գրքի մեջ ու կարդում ես եւ դառնում ես այդ հերոսներից մեկը, չէ, ինչքան հետաքրքիր, նաեւ ոչ միայն գիրքը պիտի լավ լինի, իհարկե գիրքն էլ, բայց նաեւ լավ ընթերցող պետքա լինես, որ կարողանաս այդպես ընկղմվես գրքի մեջ եւ տեսնես եւ շրջապատը եւ նույնիսկ այն ինչ որ գրողը չի գրում, այսինքն այնքան ես մտնում ներս, որ տեսնում ես, ենթադրենք ինքը մի տունն է նկարագրում, բայց դու տեսնում ես իր կողքի տունը, այդ փողոցն ես տեսնում եւ տեսնում ես տան կահկարասին եւ պատի գույները։ Այնպես որ հեշտ բան չի, ասում է շատ դժվար բան է լավ ընթերցող լինելը, այ մեր գրողը, որ չէր նշել անունը, իրոք լավ ընթերցող էր։ Տեսնենք սա ով է գրել։ Սպիտակ նամակ է դուրս գալիս։ Հայկն է, Հայկ Հակոբյանը, Հայկ ջան, ոչ որ Հայդոն թուղթ է հետաքրքիր, տեսնում ես, իր հայդոն թուղթը, շատ հետաքրքիր թուղթ է, ծնդուսափայլ։ Սիրելի Արփի Մաղաքյան, ես Հայկն եմ 9 տարեկան եւ սովորում եմ Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ Գ դասարանում։ Ձեր հեքիաթների մասին, որ լսեցի, չգիտեի, որ Երևանը այդքան հին շքեղություն է ունեցել։ Վայ Հայկ ջան, ես ինչ լավն ես դու, ինչ լավ ես գրում։ Ինչ շատ են այնքան լավ տառասխալներ ես անում, սենց հոմով տառասխալներ, որ նայում եմ ուշքս գնում է։ Ինչ շատ են դուր եկել ձեր հեքիաթները։ Երևան քաղաքի մասին ես շատ եմ ուրախացել, երբ իմ սիրելի դասղեկը մեզ ասեց, որ պետք է հանդիպենք ձեզ հետ, հարգանքներով Հայկ Հակոբյան, ապրես Հայկ ջան։ Ես էլ եմ շատ ուրախացել, որ պետք է հանդիպեմ ձեզ հետ։ Գաղտնի նամակ է, տեսեք, նամակ է, վրան ոչինչ
եւ մեջից դուրս է գալիս մի սպիտակ տուն։ Ես կարդացի ձեր հեքիաթները, շատ սիրեցի հերոսներին, ամենաշատը Տաթևին, խնդրում եմ գրեք նաև Արտաշատ քաղաքի մասին։ Մեր քաղաքը հնագույն քաղաք է ու շատ հետաքրքիր պատմություններ ունի։ Ես ձեզ շատ հավանեցի։ Շնորհակալ եմ, Վալես, բայց չի էլ գրել անունը։ Չես գրել անունը։ Շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր նամակ է, այսպես քաղաքի։ Տադամ։ Ծրարին կրկին անուն չկա, տեսնենք ներսում անուն լինելու է, թե չէ։ Սիրելի Արփի Մահակյան, այսօր շատ թանկ ու յուրահատուկ օր է իմ համար, երբ ես 4 տարեկան էի, նվեր ստացա ձեր երևանյան հեքիաթներ գիրքը։ Այն միշտ իր երևելի տեղն ուներ իմ գրապահարանում։ Մայրս պատերազմի ժամանակ նկուղում կարդում էր այն ինձ, եղբորս ու մեր շենքի մնացած բալիկների համար։ Այն ստիպում էր մեզ չմոռանալ մեր մանկությունը։ Ես շատ շնորհակալ եմ մեզ նման առիթ տալու համար այսօր եւ անհամբեր կսպասեմ ձեզ ձեր նոր հեքիաթներին եւ մեր հաջորդ հանդիպմանը։ Անունը չես գրել, արդեն պարզ է, որ նամակից հասկացա, որ Արցախից ես։ Թող բոլոր երեխաները երջանիկ լինեն, թող էլ երբևէ դառը օրեր չտեսնենք, թող կրթվենք ու կիրթ, առողջ, զարգացած, ուժեղ, հզոր, իմաստուն ազգ լինենք։ Իսկ այս ամեն ինչի հիմքում կրթությունն է։ Անունն էլ չէր գրել բալիկը, գիտեք, նույնիսկ չիմացա, տղա էր, աղջիկ էր, մենակ հասկացանք, որ Արցախից է եկել, ասում եմ, մայրս պատերազմի ժամանակ նկուղում կարդում էր այն, այսինքն ռմբակոծության ժամանակ ապաստարանում են կարդացել։ Տնջերի ծառն է, Էմիլը 4 տարեկան, Էմիլին 4 տարեկան նկարել է տնջերի ծառը, ինչքան գեղեցիկ է, չէ՞։ Շատ լավն է, Էմիլի ջան, կեցես։ Բացիկ Մարիայից 3-րդ դասարան։ Շնորհակալություն հարգելի Արփի Մահակյան, ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր գնահատելի աջակցության, նվիրումի եւ կատարած աշխատանքի համար։ Ձեր նվիրումը եւ բարեհամբույր վերաբերմունքը մեծապես գնահատելի են եւ մենք ուրախ ենք, որ հնարավորություն ենք ունեցել համագործակցելու ձեզ հետ։ Հարգանքով Մարիա Հովհաննիսյան, համագործակցությունը կշարունակվի նաեւ ապագայում։ Կլինի կրկին շնորհակալություն։ Շփոթվեցի, որովհետև Մարիայից 3-րդ դասարան, բայց տպավորություն էր, որ մայրիկն է գրում նամակը, ինչևէ, եթե նույնիսկ մայրիկն է, շատ շնորհակալ եմ Մարի Հովհաննիսյան։ Այո, հա, Մարիայից 3-րդ դասարան, հասկացա, ճիշտ եմ հասկացել, նայեք, Մարիայից 3-րդ դասարան, բալիկը նկարել է Բացիկը, իսկ այստեղ Մարի Հովհաննիսյանը գրել է արդեն իր նամակը, շատ շնորհակալ եմ, այո, սիրով կհամագործակցեմ բոլոր դպրոցների հետ, բոլոր ծնողների հետ, ինձ համար շատ որքան ժամանակսներում է, շատ կարևոր եմ համարում երեխաների հետ իմ շփումը։ Հրաշալի Շուշին է, չեմ էլ նայել, բացել եմ նոր տեսա էկրանի մեջ, գեղեցկուհի Շուշին է իմ։ Տադամ։ Նոր եմ ծանոթացել ձեր հետաքրքիր հեքիաթներին, բոլորն ինձ շատ են դուր եկել, հետաքրքիր տեղեկություններ եմ ստացել Երևան քաղաքի մասին։ Դուք երբ գրեցիք ձեր առաջին հեքիաթը։ Ես իմ առաջին հեքիաթը գրել եմ դպրոցում, Ալեքսանդր ջան։ Շատ շնորհակալ եմ, ես շատ սիրեցի ձեր հեքիաթները։ Հիմա ամեն քայլափող փնտրում եմ Կարլոս Ագրավին, որ լսեմ ու հասկանամ նրա պատմությունները։ Արդեն հասկացա, որ ամեն տուն ու ամեն շինություն պատմություն ունի ու հիշողություն։ Ես կշարունակեմ կարդալ ձեր հեքիաթները, շատ շնորհակալ եմ, սիրելի անանուն ջան,
կրկին անուն չես գրել, բայց շատ կարևոր նամակ ես ասում, նամակ ես գրել, այո, երեխաներ դուք էլ բոլորդ էլ ուշադիր լսեք ագռավներին եւ ինչպես այս բալիկն էր ասում, իմացեք, որ ամեն մի շինություն իր պատմությունն ունի։ Գնացինք առաջ, այսպիսի մի հետաքրքիր գեղեցիկ կապույտ երկնքով, ամպերով, ծաղիկներով նամակ է։ Բարև ձեզ սիրելի Արփի Մաղաքյան, ինձ հետաքրքիր է, թե դուք ինչ տարիքից եք ստեղծագործում, անուն չես գրել, բայց ես քեզ սիրով կպատասխանեմ, ես ստեղծագործում եմ դպրոցական տարիքից, կոնկրետ որևէ դասարանից չեմ կարող հիշել։ Սիրելի բանաստեղծուհի Արփի Մաղաքյան, ձեզ գրում է ձեզ եւ ձեր հեքիաթները սիրող Լիլիթը։ Ես շատ եմ սիրում ձեր գրած հեքիաթները եւ շատ շնորհակալ եմ նման ուսուցանող եւ հետաքրքիր հեքիաթների համար։ Ես էլ քեզ եմ շնորհակալ, շատ սիրելի Լիլիթ։ Բանաստեղծուհի Սիրելի Արփի Մաղաքյանի երրորդ Գ դասարանի աշակերտ Դավիթ Անտոնյանից։ Տեսնենք ինչ է ասում մեր Դավիթը։ Ողջույն, ես Դավիթն եմ, 8 տարեկան եմ, շատ եմ սիրում հեքիաթներ կարդալ, բայց ձեր գրած երևանյան հեքիաթները ինձ հատկապես շատ դուր եկան։ Կարծես այդ պատմությունները կենթանանային իմ աչքերի առաջ եւ ես ինքս էլ դառնայի նրանց մի մասը։ Ես այնքան տպավորված եմ, որ կուզեի, որ դուք նաեւ Արտաշատի մասին հեքիաթ գրեք։ Ես այնտեղ եմ ապրում եւ կարծում եմ մեր քաղաքն էլ ունի իր կախարդական պատմությունները, որքան դուք կարող եք վերածել գեղեցիկ հեքիաթի, որոնք դուք կարող եք վերածել։ Շատ շնորհակալ եմ ձեզ հրաշալի գրքի համար, այն ինձ սովորեցրեց, որ ամեն ինչի մեջ կարելի է հեքիաթ գտնել, եթե նայես ճիշտ աչքերով։ Սպասում եմ ձեր նոր հեքիաթներին, շնորհակալություն Դավիթ ջան։ Իմ արտավազդ արքայի հեքիաթը գրքում Արտաշատ քաղաքի մասին շատ տողեր կան, այնպես որ հուսով եմ, որ կկարդաս։ Նարեկ Նազարյան։ Տեսեք ինչ հետաքրքիր է, չէ՞։ Ծրարը կազմել այսպես մցրել է ներս։ Սիրելի Արփի, թող ձեր ներշնչանքը երբեք չլքի ձեզ եւ ձեր բառերը միշտ գտնեն իրենց ուղին դեպի մեր սրտերը։ Մաղթում եմ անսպար ստեղծագործական ոգեշնչում, նորանոր հաջողություններ եւ ընթերցողների սեր ու գնահատանք, ստեղծագործական բեղմնավոր ընթացք։ Շնորհակալություն Նարեկ։ Նարեի կողմից տեսնում եք, ինչ հետաքրքիր ծրար է Նարեն ինձ համար սարքել։ Եվ երբ բացում եք, այստեղ աստղիկներ են, տեսնում եք, ինչ գեղեցիկ է։ Ծովի խաղաղ ջրերի պես շպիտը թող ողջունի ձեզ, ինչքան լավ բան կա աշխարհում, ցանկանում եմ բոլորը ձեզ։ Նարե ջան, շատ շնորհակալ եմ, շատ գեղեցիկ, հետաքրքիր, խորհրդավոր նամակ էր։ Երրորդ Գ դասարանի աշակերտ Արամ Սիմոնյանից, Արամ ջան։ Բարև սիրելի Արփի, ես Արամն եմ, դասերի ժամանակ ծանոթացել եմ ձեր հեքիաթներին, ինձ ծանոթ է քանդակագործը եւ Սասունցի Դավիթը, դուք շատ հետաքրքիր ստեղծագործող եք, հարգանքներով Արամ Սիմոնյան, շատ հետաքրքիր նամակ էր, այսպես գնահատականով, ապրես Արամ ջան, շնորհակալ եմ, գեղեցիկ տակացներ են, չէ՞։ Սիրելի Արփի Մաղաքյան, ես կարդացի ձեր հեքիաթները
Մի քանիսը ձեր օգնությամբ ծանոթացա շատ հերոսների հետ, հայհեքիաթներից մի քանիսը, բացեցի կախարդական դռներ, քայլեցի Երևանի փողոցներով, շատ կցանկանայի, որ հեքիաթներ գրեք նաև մեր սիրելի Արտաշատի մասին, Վարդանյան Տիգրան, Տիգրան ջան, շատ շնորհակալ եմ, միշտ գեղեցիկ ծրարներ, ավելի շատ աղջիկներն են սարքում, այսպես կոկիկ, շատ գեղեցիկ ծրար է սարքել, շատ շնորհակալ եմ, տեսեք ինչ հրաշալի նկար է, Շուշիին է արտանկարել իմ գրքի կազմից, շատ սիրուն է, շատ, ով է տեսնենք, Աննա Մայիլյան, վայ ինչ հետաքրքիր Աննա Մայիլյան, այս անուն ազգանունով երգչուհի ունենք, չէ Աննա Մայիլյան, տեսեք ինչ սիրուն է, մի անգամ էլ նայեք, շատ գեղեցիկ արտանկարել է, սիրելի Շուշի, դու միշտ կմնաս լուսավոր ու հերոսական, ինչպես առաջին արևի ճառագայթը գիշերվա մթության մեջ, դու ապրում ես քամու երգերում, արևի ջերմ հպումներում, պատմությունների մեջ, որ չեն մոռացվում, արևի համբուրած Շուշին գիրքը ինձ հիշեցրեց, թե որքան գեղեցիկ ու անպարտ ես դու, սիրով Աննա Մայիլյան, Արտաշատ քաղաքի 3-րդ հիմնական դպրոցի 3-րդ A դասարան, Աննա ջան, շատ հուզիչ տողեր են, շատ գեղեցիկ ես արտանկարել, շատ, ես էլ սենց տնեմ դրսում թող, մի քանի նամակներ սենց առանձնացնում եմ իմ համար, որ թողնեմ և անդադ աչկս դիպչի և ուրախանա, որ դա կսա, ինչ լավն է, Շուշիին են էլի նկարել, այստեղ էլ կա, տեսնում եք ինչ գեղեցիկ է, դնջերի ծառն է աստղերով, նամակ Լիլիթից, սիրելի Արփի Մաղաքյան, ես շատ սիրեցի Շուշին, ես երազում եմ դառնալ նրա նման քաջ և խելացի, շնորհակալություն լավ հեքիաթի համար, ապրես Լիլիթ ջան, ապրես, դες ինչ գեղեցիկ էլ նկարել ես, արտավազդ արքան է ինձ նայում, Սիրելի Արփի Մաղաքյանին, ձեր հեքիաթով ոգևորված նկարել եմ արտավազդ արքային, որը սիրով նվիրում եմ ձեզ, Մարտիրոսյան Սոնա, այսա տեսեք նամակը, ապրես Սոնա ջան, կեցես, տեսեք ինչ գեղեցիկ սրտիկ նամակ է Մանե Խաչիկյանից 5-րդ դասարան, չէ, 3-րդ դասարան, 5-րդ դպրոց, 3-րդ դասարան, տադամ, Ես Մանեն եմ, 9 տարեկան, ծանոթացել եմ ձեր հեքիաթներին, շատ տեղեկություններ իմացել Երևանի մասին, խնդրում եմ մի գիրք նվիրեք Արտաշատին, ես քո հեքիաթներից ինձ շատ դուր եկավ, կակաչները երգում են, խնդրում եմ, որ շարունակես գրել, ապրես բալիկ ջան, Մանե ջան, ապրես, կակաչների մեջ, մի սրտիկ էր պահկված թաքուն, Ուզում եմ տեսնել հանկարծ սրտիկի մեջ, ահա, լավ է բացեցի, սրտիկի մեջ նամակ կար։ Սիրելի Արփի, ես ձեզ շատ եմ սիրում, ես շատ ուրախացա, որ հանդիպեցի ձեզ, ուզում եմ, որ ձեր գրած հեքիաթները ուրախություն և խինդ պարգևեն մանուկներին։ Կարինե, Ուրմողաջյան, Կարինե ջան, շատ շնորհակալ եմ, այս փոքրիկ, տեսեք մատնաչափիկ նամակ է, շատ անչափ շնորհակալ եմ, Գոր Արիստակեսյանից, Գոր ջան, տեսնենք ինչ ես գրել, Նոր եմ ծանոթացել ձեր հեքիաթներին, բոլորն ինձ շատ են դուր եկել, հետաքրքիր տեղեկություններ եմ ստացել, ապրես Գոր ջան, ապրես, կեցես, միշտ նորը իմացիր, նորը իմանալը շատ կարևոր բան է, Դանիել Ավագյան, 3-րդ Դ դասարան, Դանիելի ձեռագիրը, տեսնենք ինչ է գրում մեր տղան, Բարև հարգելի Արփի Մաղաքյան, ես Դանիելն եմ, նոր եմ ծանոթացել ձեր հետաքրքիր հեքիաթներին, բոլորն ինձ շատ են դուր եկել հետաքրքիր տեղեկությունները, ինձ շատ է դուր եկել Արտավազդ արքայի հեքիաթը, սիրով Դանիել, ապրես Դանիել, նույնիսկ այնտեղ
սխալվել է, հետո սպիտակ բանով ուղղել է, այդ շտրիխով ուղղել է եւ վրայից ճիշտը գրել։ Ապրես, կեցես։ Արթուր Կարապետյան, 3-րդ գդասարան։ Արթուր ջան, տեսնեմ ինչ ես ասում։ Ես 9 տարեկան եմ, ծանոթացել եմ ձեր հեքիաթներին, այդ գիրքը ստեղծել եք, ապրեք, խնդրում եմ ձեր մյուս գրքերը արդեն Արտաշատի մասին գրեք հարգանքներով, Արթուր Կարապետյան։ Ապրես Արթուր ջան։ Գագիկ Հակոբյան։ Բացեմ։ Բարև հարգելի Արփի մաղ, ուզում եմ սենց մտքումս եմ սկսել կարդալ, որտեվ անդադ նույնը չեմ ուզում բարձր կարդալ, ասում եմ, որ հեքիաթները կարդացել է, բոլորը դուր են եկել, հետաքրքիր տեղեկություններ է ստացել, շատ շնորհակալ եմ, Գագիկ ջան, հարգանքներով Գագիկ Հակոբյան, Գագիկ ջան, ապրես, հարգանքներով Արփի Մաղաքյան, Գագիկ ջան, Շուշան Հովհաննեսյան, աշակերտուհի, 3-րդ գդասարան, տեսնենք ինչ է ասում մեր Շուշանիկը։ Ես Շուշանն եմ, նոր եմ ծանոթացել, բոլորին շատ են դուր եկել, ես շատ եմ խնդրում, որ քո մի գիրք նվիրես Արտաշատին, նաև ասեմ, որ ամենաշատը քո հեքիաթներից շատ եմ սիրում Իշուկն ու Ուրվականը, ասեմ, որ ես հենց լսեցի այդ հեքիաթը, մի անգամից ուզեցի նորից նույնը լսել, ու նաև ասեմ, որ այս ամենը, ու նաև ասեմ, լսել ու նաև ասեմ, այս ամենը, Շուշան Հովհաննեսյանի, Շուշան ջան, ես էլ եմ Իշուկն ու Ուրվականը հեքիաթը իրոք շատ եմ սիրում, շատ հետաքրքիր հեքիաթ է, օպերայի կառուցման մասին, չէ, ես էլ եմ իրոք շատ եմ սիրում այդ հեքիաթը, ես էլ ամեն անգամ հետաքրքրորեն կարդում եմ, ասես մի ուրիշը գրած լինի եւ ես կարդամ եւ ծանոթանամ Իշուկի պատմությանը։ Սիրելի Արփի Մաղաքյան, մենք դասարանով կարդացել ենք ձեր գրած հեքիաթներից մի քանիսը եւ մեզ շատ է դուր եկել։ Ես ցանկանում եմ, որ դուք շարունակեք ձեր աշխատանքը, ստեղծագործեք եւ հասնեք շատ բարձրությունների։ Նազարյան Աննան է գրում, Աննա ջան, կեցես։ Ապրես, շատ շնորհակալ եմ։ Այստեղ գետիներին թափվել գրքիցս։ Էմին Վարդանյան, 3-րդ գդասարան։ Երկար նամակ ստացանք, տեսնենք ինչ է ասում Էմինը։ Ես եմ 9 տարեկան, նոր ծանոթացել եմ ձեր հետաքրքիր հեքիաթներին, բոլորը ինձ շատ են դուր եկել, հետաքրքիր տեղեկություններ եմ իմացել, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հետաքրքիր աշխատանքի համար, կուզեի իմանալ, թե ինչ նոր գրական ծրագրեր ունեք եւ արդյոք հետագայում շարունակելու եք ձեր գործունեությունը։ Հարգելի Արփի Մաղաքյան, ես ուզում եմ ձեզ մի հարց եւ մի խնդրանք ուղղել։ Ուզում եմ իմանալ, արդյոք չեք ցանկանում գրել Հայաստանի այլ քաղաքների մասին եւ խնդրում եմ այդ անելիս չմոռանաք իմ սիրելի քաղաքի Արտաշատի մասին։ Վերջում կրկին շնորհակալ եմ ձեր գրական ներդրման համար։ Մաղթում եմ անսպաստ ստեղծագործական եռանդ, նորանոր հաջողություններ։ Շատ շնորհակալ եմ, այդ տեսնում եք երեխաները ինչ են անում, ասենց համոզում են ինձ ամեն մի նամակով կաթիլ, որպեսզի ես անպայման անդրադառնամ Արտաշատին։ Մի հետաքրքիր նամակ է, նամակը կազմել է նույնիսկ, այ թե ինչ կոկիկ աղջիկ է, մեր աղջիկը, չէ, մի անգամից իմանում ես, որ Լիդա, հա, Ճգնավորյանի անվան թիվ 5 դպրոցի 3-րդի յետասարան։ Սիրելի Արփի Մաղաքյան, ես շատ ուրախ եմ, որ այսօր կհանդիպեմ ձեզ, շնորհակալ եմ ձեզ մեզ այսքան պայծառ հեքիաթներ նվիրելու համար։ Ես ձեզ ցանկանում եմ նորանոր հաջողություններ։ Ապրես բալես, շատ հետաքրքիր եւ շատ կոկիկ, գրքի կազմով կազմած, որ 10 դպրոցում գրքերը կազմում են, այդպիսի նամակ է։ Մհեր Վարդանյան,
Մեր Վարդանյանի նամակն է այսքան երկար հանում։ Բարև սիրելի Արփի, ես կարդացի ձեր հետաքրքիր նամհեքիաթները, շատ սիրեցի հերոսներին, ամենաշատը Տաթևին։ Խնդրում եմ, որ գրեք նաև Արտաշատ քաղաքի մասին։ Մեր քաղաքը հնագույն քաղաք է եւ շատ հետաքրքիր պատմություն ունի։ Ես ձեզ շատ սիրեցի, ապրես Մհեր ջան, ես քեզ եմ շատ սիրել։ Աշակերտ Դավիթ Մովսեսյան, Դավիթ ջան, տեսնենք թե ինչ ես գրել, բացեմ ծրարը հետաքրքիր գազարագույն, իսկական գազարի գույն ունի, չէ։ Ես Դավիթն եմ 9 տարեկան, նոր եմ ծանոթացել ձեր հետաքրքիր հեքիաթներին, բոլորը ինչ շատ են դուր եկել, հատկապես Արտավազդ արքայի հեքիաթ վերցնել, այստեղ թագ է նկարած, գրված է։ Ես շատ սիրեցի ձեր հեքիաթը Սուսաննա Սեդրակյանից։ Շնորհակալ եմ Սուսաննա ջան։ Եվ մի գեղեցիկ, կարծես թե վերջին նամակն է, տեսնեմ գետնին ու չկա էլ, որտեղ գրքիցս թափվել էին, չկա, եւ ահա վերջին նամակն է։ Բացեմ ծրարն է։ Վախենում եմ բացեմ եւ պարզվի հանկարծ եւ հա չէ նամակ կա մեջ, որտեղ մտածեցի կողը երեխան ուղակի նկարել է եւ ես ճղելու եմ, բայց չնայեք ներսում երևած տարեր։ Եվ հիմա այս թիթեռնիկի վրայով պետք է թիթեռնիկին առանձնացնեմ, որպեսզի նամակը բացվի։ Վայ ինչ ափսոս, մի քիչ իրար է կպել, կարծես թե։ Ահա, ներսում է։ Կարլոս Ագրավին ես նկարել, Կարլոս անունով Ագրավը, կր, այ ապրես դու ինչը գեղեցիկ ես նկարել, վերևում է կակաչների երգը, ապրես դու։ Քեզ գրող Անժելիկա Հարությունյան գրել է աղջիկը, ողջույն սիրելի Արփի Մաղաքյան, հուսով եմ լավ ես, այս նամակով ես ուզում եմ հայտնել, որ դուք իմ ամենասիրելի հեղինակներից մեկն եք, ես շատ եմ սիրում կակաչների երգը և Կարլոս անունով Ագրավի հեքիաթը, կակաչների երգը հեքիաթում ինձ դուր է գալիս տղայի երազը, իսկ Կարլոս անունով հեքիաթից ինձ դուր եկավ ամեն մի տան պատմությունը, խնդրում եմ շարունակեք ձեր հրաշալի հեքիաթները, քանի որ դրանք հիանալի են, գրող Անժելիկա Հարությունյան։ Ապրես Անժելիկա ջան, ես շատ սիրեցի Կարլոս Ագրավի քո նկարը, չէ՞, իրոք շատ լավն է։ Շատ շնորհակալ եմ երեխաներ ջան, այ դրսում արդեն մտնեց եւ այդ մառախուղը, անվերջ մոխրագույնը ու սպիտակը լցրեցիք դուք ձերս վառ նամակներով, գույներով, ծրարներով, լավ բառերով, շնորհակալություններով, ես էլ ձեզանից եմ շնորհակալ, այսքան լիքը նամակներ ունեի հավաքված եւ չընթերցված, շատ շնորհակալ եմ, կներեք եթե մի քիչ ուշ ընթերցեցի ձեր նամակները, այդպես էլ է լինում, մենք մեծերս մի քիչ շատ զբաղված օրեր ենք ունենում եւ հնարավոր է, որ այդ նամակները հենց այսօր պետք էր ընթերցել, որովհետև հենց այսօր իմ սիրտը ուներ իրոք ջերմության կարիք, այս տաղտուկ սենց մի տեսակ իրար նման օրեր էին դարձել, որտեղ ես շատ էի ուզում արև ու ծով եւ ձեր նամակները ինձ իրոք արևի ու ծովի ջերմություն պարգևեցին, անչափ շնորհակալ եմ, շարունակեք ինձ գրել, սիրում եմ ձեզ։